չեն սկսել խաղը, իդեպ Վանն է սկսելու։ Մեկնարկը տրված է, Վանը կարմիր գույնի, համազգեստով է։ Արարատ Արմենիան 2 խաղից հետո վաստակել է 6 միավոր, տարել է 2 հաղթանակ, խփել է 6 գոլ, բաց է թողել 4-ը փուլում եւ դրանով է պայմանավորված այն ռոտացիան, որ կատարել է Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչը։ Փոխանցում Ձախեզեր, առաջ են շարժվում Չեմպիոնի ֆուտբոլիստները, Նդուրի ուղղությամբ էր կատարված փոխանցումը, ցարվում, որ Վանը խաղա նաև 3 կենտրոնական պաշտպանով, բայց հիմա եթե ուշադրություն դարձնեք, Իբրահիմը առաջ է շարժվել, վտանգավորը ինչ նշում է առաջարկում, մեկնարկում Արարատ Արմենիան եւ դարպասաձողը եկավ օգնության Վանին, գերազանց գոլ կարող էր լինել հերոտարանը, բայց նախորդ խաղում էլ Պետրոս Ավետիսյանը փոխարինվեց եւ չեմ բացառում այն տարբերակը, որ վնասվածք ունի, վտանգավոր է Բոկով, երկրորդ հնարավորությունը Արարատ Արմենիայի համար արտարեց իր առջև դրված առաջադրանքը եւ Վանը գոլ բաց չթողեց։ Շատ ռիսկային է, Նդուրը փրկում է Դանիլա Բոկովը, ինչ են անում հիմա Վանի ֆուտբոլիստները։ Միթե ինչքան ժամանակ անցնի, ինչքան չհասնեն արդյունքի, այդքան ավելի կարող են մեծացնել գրողների տեմպն ու արագությունը եւ արդեն պաշտպանվելիս Տիգրան Գևորգյանը ստիպված կլինի այլ կերպ խաղալ։ Ու նորից չեն կարողանում եզրափակել Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները, ասպիսի կազմով էր խաղում Արարատ Արմենիան եւ այդ կազմով էլ շարունակում է հանդիպումը։ Վանի դարպասում Դանիլա Բոկովն է, Շաղոյանն է գնդակով, Շաղոյանը շրջանցեց, փոխանցում Տուգարան իրապարակ ու գոլ! Նդուրն է դառնում գոլի հեղինակ, առաջին անգամ Հայաստանի պրեմիեր լիգայում 3 խաղ անընդմեջ գոլ է խփում Արարատ Արմենիայի կենտրոնական հարձակվողը։ Իհարկե եղել էր, որ նա 2 խաղ անընդմեջ պրեմիեր լիգայում գոլ խփի, բայց սա առաջին դեպքն է, երբ այսպիսի արդյունավետություն է ցուցադրում եւ Նդուրը դառնում է Հայաստանի պրեմիեր լիգայի այս պահի դրությամբ լավագույն ռմբարկու։ Ջիրա Շաղոյանը շրջանցում է Գոմեսին, գնդակն ուղարկում է Տուգանան իրապարակ եւ Տորեսը։ Ջիրա Շաղոյանն է իրացնելու ստանդարտը։ Ցածրից փոխանցեց ու գնդակը չհայտնվեց դարպասում, անհավատալի էր։ Պետք է օգնեն Օբինային անընդհատ առանց օգնության են թողնում հերվից արված եւ շատ վտանգավոր էր Արման Ներսեսյանը փրկեց։ Նախորդ մրցաշրջանում շատ արդյունավետ է խաղացել Արայք Էլոյանը, 7 գոլ 2 ասիստ ունի, 23 խաղ ակտիվում։ Նդուր Էլոյանը միանգամից առաջացավ, 2 կենտրոնական արձակվողները փորձեցին դիրքային փոփոխություն կատարել եւ 11 մետրանոց հրաշալի կոմբինացիա կարճ տարածության վրա, Էլոյանը զգաց, աղանկերը նրա ուղղությամբ տեղաշարժ է կատարում և կարևոր պա է Վանի համար, Բալանտա և շեղ է արվածում Խուան Բալանտան, աշխատանքային հաղթանակ էր, այնպես չէ, որ մեծ առավելություն ուներ Արարատ Արմենիան ստեղծած պահերով, այո, կարգի հաշվին, վարպետության հաշվին տարբերություն ստեղծեցին եւ խաղը հաղթական ավարտի են փորձում հասցնել, բայց Արարատ Արմենիան այս կազմով, հավատացեք, այս Վանի հետ ավելին կարող է անել։ Օլիվերա վտանգավոր է եւ փորձեցին մինչեւ վերջ ավելի գեղեցիկ խաղարկել գնդակը։ Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները կրկին Բալանտա։ Թողեց գնդակը Զիդան Բանջակին։ Դեպումը Եղիազարյանը Այնտեղ հերվում կարծես թե եզրային պաշտպան Գոմեսն էր, վտանգավոր է Էլոյան, և բրավո Արայիկ Էլոյան, շատ գեղեցիկ գոլ խփեց ձախ ոտքով, հեռավոր վերին անկյունը, դրեց գնդակը Արայիկ Էլոյանը, այնպիսի հետագիծ ընդունեց, նախ այստեղ, ձախ է տանում և հետո ձախով էլ գնդակը հարում է Վանի դարպասը։ Շատ գեղեցիկ գոլ է խփում խորքից, լավ փոխանցում էր, եթե ճիշտ նկատեցի Ուգո Օլիվերայի կողմից և Վանի մրցակիցը լինելու է Սյունիքը, ինչ վերաբերում է Արարատ Արմենիային, ապա Արարատ Արմենիան
կխաղա Սարդարապատի հետ։ Վերջ, ավարտված է հանդիպումը, շնորհավորում եմ Արարատ Արմենիա երկրպագուներին առհասարակ թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ եւ Վանի երկրպագուներին էլ համբերություն